Մի երիտասարդ կին ապրում է հոր հիվանդության ստվերում, սիրտը սեղմված, հույսերը փլատակների տակ։ Նա ամեն ինչ փորձում է, բայց աշխարհը խուլ է թվում նրա հուսահատությանը։ Մինչ որ սիրուց մղված համաձայնում է անցնել մի գիծ, որ երբեք չէր երդվել հատել։ Այն, ինչ տեղի է ունենում հետո, մարտահրավեր է նետում ոչ միայն իր սահմաններին, այլ նրանց, ովքեր դիտում են նրան։ Հուսով եմ, ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, ձերը կցուցադրի կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Արածակը ծածկում է Երան քաղաքը մառախուղի լռության շղարշով, կարծես ժամանակը կհապաղեր առաջ շարժվելու կամ ցավին հանձնվելու միջ։ Փողոցները դեռ քնած են, բայց Մարինեն արդեն ոտքի է կանգնած։ Նրա աչքերը կրում են շաբաթներ, գուցե ամիսներ շարունակ լավ չքնածի հոգնածությունը։ Նա շարժվում է փոքրիկ տան մեջ նրբանկատությամբ, ով վախենում է կոտրել ամբողջականից մնացած քիչը։ Հյուրասենյակում նրա հայրը քնած է բազմոցին, ծածկված վերմակներով, որոնք չեն կարող թաքցնել մի մարմնի փխրունությունը, որը մի օր ուժեղ ու եռանդուն էր։ Նրա անունը Հովակիմ է։ 30 տարի գրականության ուսուցիչ էր, այնպիսի վարպետ, ով առօրյա խոսակցություններում մեջբերում էր Դրումոնդից հնամաշ տետրերում պահում էր ձեռագիր բանաստեղծություններ։ Մարինեին սովորեցրել էր կարդալ մինչ 5 տարեկանը, նրան նվիրել էր հայ դասականներ, երբ այլ աղջիկներ տիկնիկներ էին ստանում։ Երկար ժամանակ միայն իրենք երկուսն էին։ Մայրը վաղ էր հեռացել, թողնելով մի դատարկություն, որը վերածվել էր մտերմության։ Հովակիմը դստերը մեծացրել էր քնքշությամբ ու գրականությամբ, հավատալով, որ բառերը կարող էին կառուցել աշխարհներ, ուր ցավը չէր հասնում։ Բայց կյանքը դաժան միջոց ունի մեզ հիշեցնելու, որ ամեն ինչ չէ, որ կարելի է լուծել փոխաբերություններով։ 6 ամիս առաջ Հովակիմը սկսել էր ցավեր զգալ, որոնք չէին անցնում։ Քննությունները եկան մի ախտորոշմամբ, որը զրկել էր Մարինեին քնից, լուրջ խնդիր, որը շտապ վիրահատություն էր պահանջում։ Եվ առողջապահության միասնական համակարգը, արդեն ծանրաբեռնված ու դանդաղ, չէր կարող ժամանակին ապահովել այդ պրոցեդուրան։ Նա ամեն ինչ փորձեց։ Փնտրեց բժիշկներ, զանգահարեց հիվանդանոցներ, հավաքեց խնայողություններ։ Ոչինչ բավարար չէր։ Մասնավոր վիրահատության արժեքը անհնարին բարձունք էր բարձրանալու համար նրանց, ովքեր սուրճ էին մատուցում։ Մարինեն քայլում է դեպի խոհանոց նախաճաշ է պատրաստում։ Կարագով հաց, սուրճ։ Հովակիմը դանդաղ է արթնանում, աչքերը դեռ քնից ու դեղորայքից մշուշված։ Նա ժպտում է, դստերը տեսնելով, այն ժպիտը, որը միշտ կարողացել էր լուսավորել նրա ամենամութ օրերը։ Բայց հիմա, նույնիսկ նրա ժպիտն է ցավ պատճառում։ Որովհետև Մարինեն գիտի, որ ժամանակ է կորցնում։ Սիրելիս, քնել ես, հարցնում է Հովակիմը, խռպոտ ձայնով։ Այո, հայրիկ։ Դեղերդ ընդունել ես, պատասխանում է նա հայացքը շեղելով։ Նա նկատում է։ Հովակիմը միշտ լավ էր կարդում տողերի արանքում, ընկալում էր չասվածը։ Բայց այսօր նա ընտրում է լռությունը։ Գուցե որովհետև նա էլ է հոգնած։ Գուցե որովհետև գիտի, որ բառեր չկան, որոնք կարող են շտկել այն, ինչ կոտրված է։ Մարինեն տանից դուրս է գալիս առավոտյան ժամը 7-ին, 2 ավտոբուսով հասնելով վաղը սրճարան, մի փոքրիկ հաստատություն Կասկադ թաղամասում։ Տեղն ունի բաց աղյուսե պատեր, կոպիտ փայտե սեղաններ, մի մթնոլորտ, որը գրավում է ուսանողներին, արվեստագետներին, նրանց, ովքեր սիրում են իրենց տարբեր զգալ։ Նա այնտեղ աշխատում է 3 տարի, մատուցելով սուրճեր անտեսանելի ժպիտներ այն մարդկանց, ովքեր երբեք չէին սովորել նկատել արժանապատվության արժեքը։ Ոչ ոք նրան չի տեսնում։ Ոչ ոք նրա անունը չի հարցնում։ Նա պարզապես սրճի աղջիկն է, նա, ով կապուչինո է բերում անհետանում սեղանների արանքում։ Սեփականատերը, պարոն Մարտինը, 50 անց, դժգոհ մարդ է, ով ամեն ինչից բողոքում է, բայց երբեք չի ազատել Մարինեին։ Նա ճշտապահ է, արդյունավետ, երբեք խնդիրներ չի ստեղծում։ Ոչ թե նա հոգ է տանում նրա մասին որպես անձի, այլ այն է, որ հուսալի աշխատակիցներ դժվար է գտնել։ Մարինեն ընդունում է դա։ Ժամանակ չունի վիրավորվելու։ Կարիք ունի աշխատավարձի, կարիք ունի կայունության, որքան էլ փոքր լինի այն։ Այսօր հաճախորդները քիչ են։ Միայն մի քանի ցրված հաճախորդներ, նայելով բջջային հեռախոսների էկրաններին կամ կարդալով թերթեր։ Մարինեն մաքրում է սեղանները, դասավորում բաժակները, փորձում է մտքերը զբաղված պահել։ Բայց մտքերը միշտ վերադառնում են նույն տեղը, փողը, վիրահատությունը, փախչող ժամանակը։ Նա արդեն վաճառել էր ամեն ինչ, ինչ որ է արժեք ուներ։
Տատիկի հին կահույքը, էժան զարդեր, որոնք ժառանգել էր հոր հավաքածուից հազվագյուտ գրքեր։ Ոչինչ բավարար չէր։ Դեռ պակասում էր 15,000 դրամ։ Կարողություն նրանց համար, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում Գաբրիել Ալեքսանյանը արթնանում է հյուսիսային պողոտայում գտնվող շքեղ բնակարանում։ Տարածքը ընդարձակ է, մինիմալիստական, ցուրտ։ Սպիտակ պատեր, դիզայներական կահույք, արվեստի գործեր, որոնք ավելի շատ արժեն, քան մարդկանց մեծամասնությունը վաստակում է մեկ տարում։ Ամեն ինչ անթերի է։ Ամեն ինչ դատարկ է։ Գաբրիելը 38 տարեկան տղամարդ է, Երանի ամենամեծ շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը։ Հաջողակ գործարար, մրցակիցների կողմից վախեցած, ներդրողների կողմից հիացած։ Բայց ոչ ոք իրականում նրան չի ճանաչում։ Նա տարիներ առաջ փակվել էր աշխարհից, այն գիշերից հետո, երբ հայտնաբերեց, որ կինը, ում սիրում էր, դավաճանում էր իր լավագույն ընկերոջ հետ։ Դա հանրային նվաստացում էր։ Բոլորը գիտեին նրանից առաջ։ Թաքնված ծիծաղներ, խղճահարության հայացքներ։ Գաբրիելը երդվեց այլս երբեք իրեն թույլ չտալ զգալ։ Կայսրություն կառուցեց, հարստություն կուտակեց, բայց սիրտը քար դարձրեց։ Այդ ժամանակվանից ի վեր նրա հարաբերությունները գործարքային են։ Ընկերություն է գնում, ինչպես ժամանակ է գնում, մեկանգամյա, մեխանիկական, առանց կապի։ Երբեք չէր ուզում այլս մեկի հետ կապվել։ Սերը նրա համար դարձել էր թուլության հոմանիշ։ Գաբրիելը պատրաստվում է հանդիպումների պայմանագրերից մեկ օրվան։ Անթերիս կոստյում, շվեյցարական ժամացույց, թանկարժեք օծանելիք։ Նա գեղեցիկ տղամարդ է, արտահայտիչ դիմագծերով թափանցող հայացքով։ Կանայք հետաքրքրվում են, բայց նա երբեք չի պատասխանում։ Ոչ թե ցանկության բացակայության, այլ անվստահության ավելցուկի պատճառով։ Նա սովորել էր, որ բոլորը ինչ-որ բան են ուզում։ Եվ նա այլս երբեք հիմար չի լինի, հավատալու մաքուր մտադրություններին։ Նրա վարորդը նրան տանում է գրասենյակ։ Ճանապարհին Գաբրիելը պատասխանում է էլեկտրոնային նամակներին, վերլուծում պայմանագրերը, հրամաններ է տալիս։ Նրա կյանքը արագ արդյունավետ որոշումների հաջորդականությունը։ Տեղ չկա կասկածի, հապաղման համար։ Բայց լինում են պահեր, հատկապես առավոտյան, երբ միտքը դեռ դանդաղ է, որ նա մտածում է, արդյոք արժե։ Արդյոք այդքան փողը, այդքան իշխանությունը իրականում լրացնում են այն դատարկությունը, որը նա զգում է։ Պատասխանը միշտ նույնն է՝ կարևոր չէ։ Զգալը թույլերի համար է։ Նա ընտրել էր ուժեղ լինել։ Վերադառնալով վաղը սրճարան, Մարինեն ավարտում է հերթապահությունը քայլում դեպի աշխատակիցների զուգարան։ Փակում է դուռը, նստում սառը հատակին, լաց է լինում։ Լաց է լինում հոգնածությունից, վախից, անզորությունից։ Արցունքները հոսում են դեմքով, մինչ նա գրկում է ծնկները, փորձելով ինքն իրեն հավաքել։ Չի կարող այսպես տուն վերադառնալ։ Չի կարող թույլ տալ, որ հայրը տեսնի, որ նա կոտրվում է ներսից։ Երբ վերջապես հանգստանում է, լվանում է դեմքը նայում հայելու մեջ։ Աչքերը այտուցված են, բայց հայացքը ամուր է։ Մարինեն հանձնվողներից չէր։ Երբեք չի եղել։ Եթե պետք է ճանապարհ գտնել, կգտնի։ Նույնիսկ եթե դա նշանակում է անել այնպիսի բաներ, որոնք երբեք չէր պատկերացրել։ Այդ գիշեր, մինչ հովակիմը քնած է, Մարինեն բացում է հին նոութբուքը, որը նրանք օգտագործում են տանը։ Ինտերնետը դանդաղ է, բայց նա որոնում է։ Փնտրում է այլընտրանքներ, վարկեր, ֆինանսավորում։ Ոչինչ իրագործելի չէ։ Նրա անունը վարկային սահմանափակումների գրանցամատյանում է, մոր բուժման հին պարտքի պատճառով։ Բանկերը ավտոմատ կերպով մերժում են նրան։ Նա մենակ է։ Այնուհետ գրեթե անգամ նրա մատները մուտքագրում են բառեր, որոնք նրան ամաչեցնում են, ուղեկցորդներ, ծանոթությունների կայքեր, փող արագ վաստակելու եղանակներ։ Հայտնվող էջերը լի են խոստումներով, վտանգներով։ Մարինեն զգում է, թե ինչպես է ստամոքսը խառնվում։ Երբեք չէր մտածել, որ կհասնի այս կետին։ Բայց հուսահատությունը տարօրինակ բաներ է անում մեզ հետ։ Այն ստիպում է մեզ դիտարկել անմտածելին։ Նա ստեղծում է հիմնական պրոֆիլ կայքում։ Լուսանկար չի դնում դեմքից, միայն անորոշ նկարագրություն։ Լավ չգիտի, թե ինչ է անում, բայց պետք է փորձի։ Առաջին հաղորդագրությունը գալիս է րոպեների ընթացքում։ Հետո մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Տղամարդիկ անհեթեթ գումարներ են առաջարկում մեկ գիշերվա համար։
Մարինեն սրտխառնոց է զգում, բայց նա հույսի թել։ Արդյոք նա իրականում կկարողանա դա անել։ Արդյոք նա կկարողանա իրեն վաճառել հորը փրկելու համար։ Նա ժամեր է անցկացնում հաղորդագրություններ կարդալով, պրոֆիլներ գնահատելով, իրեն ավելի ու ավելի կորած զգալով։ Մինչ որ մի տարբեր հաղորդագրություն է գրավում նրա ուշադրությունը։ Այն մի տղամարդուց է, ով դատարկ խոստումներ չի տալիս, ով գրավիչ բառեր չի օգտագործում։ Նա ուղիղ է, առաջարկում է 15,000 դրամ մեկ գիշերվա համար։ Առանց անհեթեթ պահանջների, առանց բռնության, առանց խաղերի։ Միայն ընկերություն։ Մարինեն խորը շունչ է քաշում։ Այդ գումարը կփրկեր Հովակիմին։ Դա կլիներ հուսահատության վերջը։ Նա պատասխանում է։ Հանդիպում է նշանակում 3 օրից քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում։ Հետո փակում է նոութբուքը, իրեն կեղտոտված է զգում։ Բայց հետ չի կանգնում։ Որովհետև երբեմն մեկին սիրելը նշանակում է զոհաբերել սեփական հոգին։ 3 օրն անցնում է դանդաղ շարժումով։ Մարինեն շարունակում է աշխատել, շարունակում է ժպտալ, շարունակում է ձացնել, թե ամեն ինչ կարգին է։ Հովակիմը նկատում է, որ ինչ-որ բան փոխվել է, բայց չի հարցնում։ Գուցե վախենում է պատասխանից։ Հանդիպման նախօրեին Մարինեն գնում է էժան խանութ, պարզ զգեստ է գնում։ Ոչ մի բան շռայլ, ոչ մի բան, որը նրան կստիպեր տարբեր զգալ այն, ինչ նա է։ Նա չի ուզում ուրիշ մարդու վերածվել։ Ուզում է պարզապես փրկվել դրանից։ Նշանակված գիշերը Մարինեն տանից դուրս է գալիս այն բանից հետո, երբ Հովակիմը քնում է։ Ավտոբուսով գնում է կենտրոն, քայլում մինչ նշված հյուրանոց։ Տեղը զուսպ է, մաքուր, առանց չափազանց շքեղության։ Նա բարձրանում է սենյակ, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, կարծես պայթելու լիներ։ Թակում է դուռը և սպասում։ Երբ դուռը բացվում է, նա հանդիպում է Գաբրիել Ալեքսանյանին։ Նա մի պահ լուռ դիտում է նրան։ Մարինեն նույնպես դիտում է նրան։ Նրա աչքերում մի բան կար, որը նրան շփոթեցնում էր։ Դա ցանկություն չէր, ոչ էլ արհամարհանք։ Դա ավելի մոտ էր հետաքրքրությանը։ Կամ գուցե տխրությանը։ Մտիր, ասում է նա, հեռանալով ճանապարհ տալու համար։ Մարինեն մտնում է։ Սենյակը պարզ է, երկտեղանոց մահճակալով, գիշերային լամպով, բազկաթոռով։ Առանց ավելորդությունների։ Գաբրիելը փակում է դուռը, կանգնում, պատին հենված, ձեռքերը ծալած։ Նա չի մոտենում։ Դու չպետք է անես ոչ մի բան, ինչ չես ուզում, ասում է նա, ցածր ձայնով։ Ես քեզ ամեն դեպքում կվճարեմ։ Մարինեն նայում է նրան, շփոթված։ Ինչպես այդպես։ Ես քեզ այստեղ դրա համար չեմ բերել։ Բերել եմ, որովհետև հետաքրքրված էի։ Ուզում էի տեսնել, թե ով կարող էր այդքան հուսահատ առաջարկ անել։ Նա զգում է թեթացման նվաստացման խառնուրդ։ Ուրեմն դու ինձ այստեղ բերել ես միայն ինձ դատելու համար։ Գաբրիելը գլխով է անում։ Ոչ։ Բերել եմ, որովհետև ես էլ եմ մոլորված։ Եվ գուցե կարիք ունեմ ընկերության։ Իրական։ Ոչ այն տեսակի, որը փողով է գնվում։ Մարինեն չգիտի, թե ինչ ասի։ Նստում է մահճակալի եզրին, ձեռքերը դողում են։ Գաբրիելը քաշում է բազկաթոռը, նստում, հեռավորություն պահելով։ Եվ ապա, անհավանականորեն, նրանք սկսում են զրուցել։ Նա հարցնում է նրա կյանքի, հոր, այն երազանքների մասին, որոնք նա մի օր ուներ։ Մարինեն, զարմացած սեփական անկեղծությունից, ամեն ինչ պատմում է։ Խոսում է Հովակիմի, հիվանդության, անհնար պարտքի մասին։ Խոսում է սրճարանի, անտեսանելի ժպիտների, անտեսված լինելու մենության մասին։ Գաբրիելը լուռ լսում է։ Եվ երբ նա ավարտում է, նա խոսում է իր մասին։ Պատմում է դավաճանության, նվաստացման, այն պատի մասին, որ կառուցել էր իր սրտի շուրջ։ Պատմում է այն մենության մասին, որը փողը չի լրացնում, այն զգացողության մասին, թե միշտ մենակ է բազմության մեջ։ Նրանք զրուցում են ժամեր շարունակ, առանց դիպչելու, առանց համբույրների, միայն բառեր, լռություն։ Եվ այն անդունդում, ուր երկու աշխարհ բախվում են, կայծ է ծնվում։ Երբ արածակը սկսում է պայծառացնել երկինքը, Գաբրիելը վեր է կենում։ Գնում է սեղանի մոտ, վերցնում մի ծրար տալիս Մարինեին։ Ահա 15,000-ը։ Օգտագործիր հորդ փրկելու համար։ Մարինեն վերցնում է ծրարը, արցունքները հոսում են դեմքով։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ։
Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Միայն մի բան խոստացիր ինձ, թույլ մի տուր, որ աշխարհը քեզ կոտրի։ Դու ունես մի արժանապատվություն, որը ես վաղուց կորցրել եմ։ Նա դուրս է գալիս հյուրանոցից փողով հոգին վիրավոր, բայց ոչ պղծված։ Գաբրիելը տարիների մեջ առաջին անգամ կորցնում է քունը։ Ոչ թե նրա մարմնի, այլ այն արժանապատվության պատճառով, որը չկարողացավ կոտրել։ Առանց նկատելու, այդ գիշեր նրանց կապում է անտեսանելի թելով։ Եվ նրանցից ոչ ոք դեռ չգիտի, որ այդ թելը ամեն ինչ կփոխի։ Մարինեն վերադառնում է տուն Հովակիմին արթուն է գտնում, անհանգիստ։ Նա ժպտում է, ցույց է տալիս ծրարը ասում, որ վարկ է ստացել։ Նա ամբողջությամբ չի հավատում, բայց ընդունում է։ Որովհետև երբեմն հավատալը միակ բանն է, որ մեզ մնում է։ Վիրահատությունը նշանակվում է հաջորդ շաբաթ։ Մարինեն անսահման թեթացում է զգում, բայց նա մի տարօրինակություն, որը չէր կարող անվանել։ Մտածում է Գաբրիելի, նրա խոսքերի, այն հարգանքի մասին, որը նա ցուցաբերեց, երբ կարող էր պահանջել ամեն ինչ։ Նա չգիտի, որ քաղաքի մյուս ծայրում Գաբրիելը նույնպես մտածում է նրա մասին։ Չի կարողանում նրան դուրս հանել գլխից։ Այն երիտասարդ կինը, ամուր հայացքով ու ձայնով, ով առաջարկեց մի պայման, որը չէր ներառում կիրք, ոչ էլ ցանկություն, միայն հրատապություն։ Եվ ով, նույնիսկ հուսահատության մեջ, պահպանեց իր անձեռնմխելի արժանապատվությունը։ Նա մտածում է, թե ինչպես կլինի նրան նորից տեսնել, ոչ որպես հաճախորդ կամ փրկիչ, այլ որպես մի մարդ, ով գտավ մի բան, որը կարծում էր, թե այլս գոյություն չունի, հույս։ Օրերն անցնում են։ Հովակիմը վիրահատվում է, լավ է դուրս գալիս։ Վերականգնումը դանդաղ է, բայց դրական։ Մարինեն շարունակում է աշխատել սրճարանում, փորձելով վերադառնալ առօրյային։ Բայց ինչ-որ բան փոխվել է նրա ներսում։ Իրեն տարբեր է զգում, կարծես այդ գիշերը արթնացրել էր իր մի մասը, որը քնած էր։ Նա սկսում է նկատել իր շրջապատի մարդկանց նոր ձով։ Նկատում է պարոն Մարտինին, ով բողոքում է, բայց երբեք չի ուշացնում վճարումը։ Նկատում է տիկին Սիլվային, տարեց հաճախորդուհուն, ով միշտ նույն սուրճն է պատվիրում, երբեք չի մոռանում շնորհակալություն հայտնել։ Նկատում է Լուկասին, աշխատակցին, ով միշտ քնքուշ հայացք ուներ նրա հանդեպ, բայց երբեք համարձակություն չուներ ոչինչ ասելու։ Լուկասը բարիստա էր վաղը սրճարանում արդեն 2 տարի։ Երիտասարդ, ամաչկոտ, մուգ մազերով, հեշտ ժպիտով։ Նա միշտ հեռվից հիացել է Մարինեով, բայց երբեք չգիտեր ինչպես մոտենալ։ Տեսնում էր տխրությունը նրա աչքերում, ուզում էր օգնել, բայց չգիտեր ինչպես։ Հիմա նկատում է, որ նա տարբեր է։ Ավելի թեթ, բայց նա ավելի հեռու, կարծես ուրիշ տեղում է, թե այնտեղ է։ Մի օր նա համարձակություն է հավաքում, հարցնում, թե արդյոք նա լավ է։ Մարինեն ժպտում է, ասում, որ այո, հիմա ամեն ինչ ավելի լավ է։ Բայց ժպիտը չի հասնում աչքերին։ Լուկասը չի բնդում։ Պարզապես մնում է այնտեղ, լուռ ներկայություն, քնքուշ հաստատունություն նրա կյանքի քաոսի մեջ։ Մինչդեռ Գաբրիելը փորձում է վերադառնալ իր սովորական առօրյային։ Հանդիպումներ, պայմանագրեր, որոշումներ։ Բայց միտքը միշտ վերադառնում է այն գիշերվան, այն զրույցին, այն կնոջը, ով չհանձնվեց։ Նա մտածում է, թե ինչպես է նա, արդյոք հայրը փրկվել է, արդյոք նա լավ է։ Տարիների մեջ առաջին անգամ Գաբրիելը մտահոգվում է մեկ ուրիշի համար, բացի իրենից։ Եվ դա նրան վախեցնում է։ Որովհետև զգալը վտանգավոր է։ Զգալը նշանակում է բացվել ցավի համար։ Եվ նա երդվել էր, որ այլս երբեք չի զգա։ Բայց սիրտն ունի իր համառությունը։ Այն չի ենթարկվում երդումներին, չի հարգում պատերը։ Պարզապես բաբախում է համառորեն, հիշեցնելով, որ դեռ կենդանի է։ Եվ Գաբրիելը, ամբողջ տրամաբանությանը հակառակ, որոշում է նրան փնտրել։ Լավ չգիտի, ինչու։ Չգիտի, ինչ է ասելու։ Միայն գիտի, որ պետք է նրան նորից տեսնի։ Նա պարզում է, թե որտեղ է նա աշխատում։ Դժվար չէր, ունեցած ռեսուրսներով։ Եվ մի 5 շաբթի կեսօրին Գաբրիելը մտնում է վաղը սրճարան։ Մարինեն սեղաններն էր դասավորում, երբ տեսնում է նրան։ Սառչում է։ Աչքերը հանդիպում են, աշխարհը կարծես կանգ է առնում 1 վայրկյանով։ Նա մոտենում է, սիրտը արագացած այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։ Նա մնում է անշարժ, չիմանալով, պետք է ժպտա, փախչի կամ լաց լինի։ Կարո՞ղ եմ խոսել ձեզ հետ, հարցնում է Գաբրիելը ցածր ձայնով։ Մարինեն շուրջն է նայում։ Սրճարանը դատարկ է, կեսօր է։
պարոն Մարտինը խոհանոցում է։ Նա հապաղում է, բայց գլխով է անում։ Նրանք նստում են անկյունի սեղանին։ Նրանց միջ լռությունը խիտ է, լի չասված բաներով։ Ինչպե՞ս է ձեր հայրը, հարցնում է նա։ Լավ է։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես պարզապես ուզում էի իմանալ, դուք լավ եք։ Մարինեն նայում է նրա աչքերին։ Փորձում եմ մնալ։ Գաբրիելը ժպտում է, տխուր ժպիտով։ Ես էլ։ Եվ այնտեղ, այդ պարզ սրճարանում, թարմ սուրճի բույրով բաժակների իրար զարկվելու ձայնով, սկսվում է մի բան, որը նրանցից ոչ ոք չէր սպասում։ Դա գիրք չէ, ոչ էլ ցանկություն։ Դա ավելի խորն է, ավելի ճշմարիտ։ Դա փոխադարձ ճանաչում է երկու հոգիների, որոնք իրար տեսան միմյանց հայելու մեջ հասկացան, որ այնքան մենակ չեն, որքան կարծում էին։ Բայց աշխարհը չի սիրում պատմություններ, որոնք մարտահրավեր են նետում իշխանության տրամաբանությանը։ Եվ շուտով ավելի մեծ ուժեր կփորձեն ոչնչացնել այն, ինչը դեռ չի էլ սկսել ծաղկել։ Որովհետև երբ երկու մարդ տարբեր աշխարհներից հանդիպում են, միշտ կան նրանք, ովքեր ուզում են նրանց բաժանել։ Եվ այս պատմությունը նոր է սկսվում։ Մարինեն ու Գաբրիելը դեռ չգիտեն, բայց պատրաստվում են դիմակայել իրենց կյանքի ամենամեծ մարտահրավերին։ Մարտահրավեր, որը կփորձարկի ոչ միայն ծնվող սերը, այլ իրենց էությունը։ Որովհետև սիրելը հեշտ է, երբ ամեն ինչ կողմ է։ Դժվար է սիրել, երբ ամբողջ աշխարհը դեմ է։ Եվ նրանք կհայտնաբերեն, որ երբեմն ճշմարիտ սերը ոչ թե այն է, որ փրկում է, այլ այն, որ ուղեկցում է, դիմադրում է, մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Եվ մինչ Երան քաղաքը շարունակում է իր կատաղի կյանքը, անտարբեր յուրաքանչյուրի անձնական դրամաների նկատմամբ, Մարինեն ու Գաբրիելը նայում են իրար այդ կոպիտ փայտե սեղանի վրայով զգում, տարիների մեջ առաջին անգամ, որ գուցե արժե փորձել։ Գուցե արժե հավատալ։ Գուցե արժես մեկ անգամ ռիսկի դիմել այս վտանգավոր խաղում, որը կոչվում է հույս։ Ապագան անորոշ է։ Խոչընդոտները հսկայական են։ Բայց այդ պահին դրանցից ոչ մեկը կարևոր չէ։ Որովհետև այնտեղ, այդ կախված պահին, գոյություն ունի միայն երկու սրտերի ճշմարտությունը, որոնք սկսում են բաբախել նույն ռիթմով, դանդաղ, զգուշորեն, բայց մի ուժով, որը դեռ իրենք էլ չեն հասկանում։ Եվ հենց այդ լուրջ ճշմարտությամբ է փակվում այս պատմության առաջին գլուխը։ Անհավանական սիրո, պահպանված արժանապատվության, ձեռք բերված հարգանքի պատմություն։ Մի պատմություն, որը նոր է սկսվում, բայց որն արդեն խոստանում է ընդմիշտ փոխել բոլոր ներգրավվածների կյանքը։ Որովհետև երբ երկու մարդ որոշում են իրականում հոգ տանել միմյանց մասին, աշխարհն այլևս նույնը չի լինում։ Մարինեն այդ գիշեր տուն է վերադառնում, կրծքին ինչ-որ տարբեր բանով։ Դա երջանկություն չէ, դեռ ոչ։ Դա ավելի նուրբ մի բան է։ Դա այն հնարավորությունն է, որ գուցե, պարզապես գուցե, ամեն ինչ կարող է այլ լինել։ Եվ նրանց համար, ովքեր այդքան ժամանակ ապրել են հուսահատության մեջ, հնարավորությունն արդեն հրաշք է։ Գաբրիելը նույնպես վերադառնում է իր դատարկ բնակարան, բայց այս անգամ դատարկությունն այդքան չի ծանրացնում։ Որովհետև տարիների մեջ առաջին անգամ նա մտածելու բան ունի, բացի բիզնեսից, բացի փողից, բացի ինքնապարտադրված մենությունից։ Նա մարդ ունի։ Իրական մարդ, երազանքներով ու վախերով լուռ ուժով, որը նրան հմայում է։ Եվ այսպես, մինչ գիշերը ծածկում է Երանը լույսերի ու ստվերների իր թիկնոցով, երկու կյանք սկսում են միահյուսվել այնպես, ինչպես նրանցից ոչ ոք չէր պլանավորել, բայց որոնք երկուսն էլ գաղտնի ցանկանում են։ Որովհետև երբեմն այն, ինչ մեզ պետք է, մեր պլաններում չէ։ Այն պատահարներում է, անսպասելի հանդիպումներում, հուսահատ ընտրություններում, որոնք մեզ տանում են հենց այնտեղ, ուր պետք է լինեինք։ Եվ սա ընդամենը առաջին գիշերն է բազմաթիվ գիշերներից, որոնք կգան։ Մարտահրավերների, բացահայտումների, ցավի գեղեցկության գիշերներ։ Գիշերներ, որոնք կձավորեն Մարինեի Գաբրիելի ճակատագիրը այնպես, ինչպես նրանք դեռ չեն կարող պատկերացնել։ Բայց առայժմ, այս փխրուն ու թանկարժեք պահին, գոյություն ունի միայն այն համոզմունքը, որ ինչ-որ բան փոխվել է։ Եվ որ նրանք այլևս երբեք չեն լինի նույն մարդիկ, ինչ նախքան իրար ճանաչելը։ Ասացեք, ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, ինչպես կավարտվի այն։ Սրճարանում վերամիավորումից հետո հաջորդող օրերը նշանավորվում են միաժամանակ համեղ ու սարսափելի տարօրինակությամբ։ Մարինեն ու Գաբրիելը սկսում են իրար տեսնել այնպիսի հաճախականությամբ, որը զարմացնում է երկուսին էլ։ Դրանք պլանավորված հանդիպումներ չեն, ոչ էլ պաշտոնական ժամադրություններ։
Դրանք առօրյայից գողացված դադարներ են, զրույցներ, որոնք սկսվում են լռությամբ, ավարտվում ամաչկոտ ժպիտներով։ Նա ավելի հաճախ է այցելում սրճարան, քան բնական կլիներ քաղաքի մյուս ծայրում ապրող մեկի համար։ Նա էլ իր հերթին իրեն բռնում է նրան սպասելիս, սիրտը արագանում է ամեն անգամ, երբ դուռը բացվում է։ Հովակիմը շարունակում է ապաքինվել տանը։ Վիրահատությունը հաջող էր, նա օրեցօր ուժեր է հավաքում։ Մարինեն նրան դիտում է անսահման երախտագիտությամբ, իմանալով, որ գրեթե կորցրել էր նրան։ Ձեր ուսուցիչը նորից սկսել է կարդալ իր բանաստեղծությունները, նորից մեջբերում է Դրումոնդից նախաճաշին։ Նրա աչքերում մի լույս կա, որը Մարինեն ամիսներ շարունակ չէր տեսել։ Եվ դա բավական է, որ նա զգա, որ ամեն ինչ արժեր, նույնիսկ ամենացավոտ ընտրությունները։ Բայց լինում են պահեր, երբ Հովակիմը նայում է դստերը, աչքերում լուռ հարցականով։ Նա նկատում է, որ ինչ-որ բան փոխվել է։ Մարինեն տարբեր է, միաժամանակ ավելի ներկա, ավելի բացակա։ Ավելի շատ է ժպտում, բայց ժպիտը գալիս է հեռավոր տեղից, կարծես մտածում է ինչ-որ բանի կամ մեկի մասին, ով այնտեղ չէ։ Հովակիմը շատ լավ է ճանաչում դստերը, որ չնկատի։ Բայց հարգում է նրա լռությունը։ Երբ Մարինեն կցանկանա պատմել, կպատմի։ Մինչ այդ, նա պարզապես դիտում է, հույս ունի, որ դա լավ բան է, մի բան, որը նրան կերջանկացնի։ Վաղը սրճարանում Լուկասը նույնպես նկատում է փոփոխությունը։ Տեսնում է, թե ինչպես է Մարինեն նայում դուռն ամեն անգամ, երբ մեկը մտնում է։ Տեսնում է այն տարբեր ժպիտը, որը նա ցույց է տալիս, երբ այդ կոստյումով տղամարդը հայտնվում է, միշտ կեսօրին, միշտ նույն սուրճն է պատվիրում։ Լուկասը հիմար չէր։ Նա գիտեր ճանաչել, երբ մեկը սիրահարված է։ Եվ ցավ է զգում, հասկանալով, որ այն մարդը, ում նկատմամբ նա այդքան ժամանակ զգացմունքներ էր պահում, հիմա այդպիսի ինտենսիվությամբ նայում է ուրիշի։ Բայց Լուկասը չափազանց քնքուշ է, որ դառը լինի։ Եթե Մարինեն երջանիկ է, ապա նա կողմ կլինի նրան։ Նույնիսկ եթե դա նշանակում է կուլ տալ սեփական տխրությունը, շարունակել ժպտալ, կարծես ոչինչ չի փոխվել։ Որովհետև սիրո որոշ ձեր այդպիսին են, լուռ, անպատասխան, բայց անկեղծ։ Եվ Լուկասը կրում է այդ սերը այն արժանապատվությամբ, ով գիտի, որ մեկին սիրելը նա նշանակում է ցանկանալ այդ մարդու բարին, նույնիսկ եթե դա իր կողքին չէ։ Գաբրիելը նույնպես փոխվել է։ Նրա աշխատակիցները նկատում են, թե ոչինչ չեն ասում։ Ղեկավարը ավելի քիչ խիստ է, ավելի քիչ անհամբեր։ Նույնիսկ մի պահ նա հարցրեց քարտուղարուհուն, թե ինչպես է նրա դուստրը, ով հիվանդացել էր։ Աղջիկը գրեթե ընկավ աթոռից զարմանքից։ Գաբրիել Ալեքսանյանը երբեք չէր հարցնում ոչ մեկի անձնական կյանքի մասին։ Նա կրթված էր, լավ էր վճարում, բայց հեռու էր պահում իրեն այն ամենից, ինչ խիստ մասնագիտական չէր։ Բայց հիմա, օդում մի փոքր փոփոխություն կար։ Մի բան նուրբ, բայց նկատելի նրանց համար, ովքեր նրան ճանաչում էին տարիներ շարունակ։ Մի հինգշաբթի սրճարանումս մեկ զրույցից հետո Գաբրիելը Մարինեին հրավիրում է ծանոթանալու մի նախագծի հետ, որը նա մշակում է։ Նա հապաղում է, բայց ընդունում է։ Նա նրան տանում է քաղաքի հարավային մասում կառուցվող մի շենք։ Տեղը հսկայական է, դեռ բաց կառույցներով աշխատող բանվորներով։ Գաբրիելը բացատրում է, որ այնտեղ կլինի սոցիալական հիմնադրամ, ուղղված կրթությանը, մշակույթին։ Կունենա գրադարան, ընթերցասրահներ, սեմինարներ երիտասարդների համար։ Դա հին նախագիծ է, ասում է նա, մի բան, որը միշտ ցանկացել է անել, բայց երբեք համարձակություն չի ունեցել։ Հիմա զգում է, որ ժամանակն է։ Մարինեն քայլում է տարածքով, պատկերացնելով, թե ինչպես կլինի, երբ պատրաստ լինի։ Մտածում է հոր մասին, թե քանի Հովակիմ կա այնտեղ, թոշակի անցած ուսուցիչներ, ովքեր դեռ շատ բան ունեն սովորեցնելու։ Մտածում է այն երիտասարդների մասին, ովքեր երբեք մուտք չեն ունեցել գրքերի, պատմությունների, հնարավորությունների։ Եվ հուզվում է այն մտքից, որ Գաբրիելը, այդ տղամարդը, ով այդքան հեռու ցուրտ էր թվում, այդքան գեղեցիկ բան է ստեղծում։ Ինչու ես դա անում, հարցնում է նա, ցածր ձայնով։ Գաբրիելը երկար է պատասխանում։ Որովհետև ես հանդիպեցի մեկին, ով ինձ հիշեցրեց, որ փողը մենակ ոչինչ արժեք չունի։ Որ արժանապատվությունը չի գնվում։ Եվ որ գուցե ես դեռ կարող եմ անել մի բան, որը իսկապես կարևոր է։ Մարինեն հասկանում է, որ նա խոսում է իր մասին։ Զգում է, թե ինչպես է դեմքը կարմրում, բայց հայացքը չի շեղում։ Շնորհակալություն այստեղ բերելու համար։ Շնորհակալություն գոյություն ունենալու համար, պատասխանում է նա, պարզապես այդպես։ Հենց այդ պահին է ինչ-որ բան հաստատվում նրանց մեջ։
Դա այլս պարզապես հետաքրքրություն կամ երախտագիտություն չէ։ Դա ավելի խորն է, որը նրանցից ոչ ոք չգիտի անվանել, բայց երկուսն էլ զգում են։ Դա մի կապի սկիզբ է, որը դուրս է ռացիոնալից, որը կառուցվում է ժեստերով, լռություններով, փոքր ուշադրություններով, որոնք ավելին են ասում, քան ցանկացած բառ։ Բայց ճակատագիրը դաժան միջոց ունի մեզ հիշեցնելու, որ երջանկությունը երբեք անվճար չի գալիս։ Մինչ Մարինեն ու Գաբրիելը սկսում են իրական բան կառուցել, քաղաքի մյուս ծայրում մի կին ամեն ինչ դիտում է արծվի աչքերով։ Նրա անունը Իզաբելլա Դավթյան է։ Նա 41 տարեկան է, հաջողակ փաստաբան է, գալիս է Երանի ավանդական ընտանիքից, ունի քաղաքական կապեր, որոնք տարածվում են ազգային ժողովից մինչ երանյան էլիտայի ամենափակ շրջանակները։ Եվ նա պատմություն ունի Գաբրիելի հետ։ Իզաբելլան Գաբրիելի սիրուհին էր գրեթե 3 տարի նրա տրավմատիկ բաժանությունից հետո։ Նա իրեն առաջարկեց որպես մխիթարություն, որպես ընկերություն առանց պարտավորությունների։ Գաբրիելը համաձայնեց, որովհետև դա հարմար էր։ Նա խելացի էր, նրբաճաշակ, սեր չէր խնդրում, միայն երբեմնի ներկայություն։ Բայց Իզաբելլան միշտ ավելին էր ուզում։ Միշտ պատկերացնում էր, որ մի օր նա կհաղթահարի տրավման, իրականում կհանձնվի։ Նա իրեն տեսնում էր որպես նրա համար կատարյալ կին, լավ ծնված, լավ կապեր ունեցող, չափավոր հավակնոտ։ Նա համբերատար սպասեց, որ նա դա նկատի։ Բայց Գաբրիելը երբեք չնկատեց։ Նրա համար Իզաբելլան պարզապես մի էջ էր, որը նա շրջում էր, երբ շեղման կարիք ուներ։ Երբ նա որոշեց վերջնականապես հեռանալ մի քանի ամիս առաջ, նա ակնհայտորեն լավ ընդունեց դա։ Ասաց, որ հարգում է նրա որոշումը, որ յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով։ Բայց ներսում Իզաբելլան եռում էր զայրույթից։ Ոչ ոք նրան չէր դեն։ Նետում։ Ոչ ոք։ Նա Իզաբելլա Դավթյանն էր, տղամարդիկ բազմաթիվ էին, նրա ուշադրությունը ցանկացող։ Բայց Գաբրիելին էր նա ուզում։ Եվ ինչ ուզում էր Իզաբելլա Դավթյանը, Իզաբելլա Դավթյանը ստանում էր։ Միշտ այդպես էր։ Այսպիսով, նա սկսեց նրան դիտել զուսպ կերպով։ Վարձեց մեկին, հետելու նրա քայլերին, իմանալու, ում հետ է հանդիպում, ուր է գնում։ Եվ այդպես հայտնաբերեց Մարինեին։ Մատուցողուհի։ Մի պարզ մատուցողուհի թաղային սրճարանից։ Իզաբելլան գրեթե ծիծաղեց, երբ ստացավ զեկույցը։ Սա ինչ-որ կատակ էր։ Գաբրիել Ալեքսանյանը, Երանի ամենահարուստ գործարարներից մեկը, հետաքրքրված է մի աղքատ աղջկա նկատմամբ, առանց պաշտոնական կրթության, առանց որե արժեքավոր բանի։ Բայց երբ տեսավ լուսանկարները, երբ կարդաց հաճախակի հանդիպումների մասին, երբ նկատեց, թե ինչպես էր Գաբրիելը նայում այդ կնոջը, Իզաբելլան հասկացավ, որ կատակ չէ։ Դա լուրջ էր։ Եվ դա նրան այնպես կատաղեցրեց, ինչպես չէր սպասում։ Ոչ թե որովհետև իսկապես սիրում էր Գաբրիելին։ Իզաբելլան վստահ չէր, թե արդյոք ի վիճակի էր սիրել մեկին, բացի իրենից։ Բայց որովհետև նա իրենն էր, իր սեփականությունը, գավաթ, որը նա էր ընտրել, որին ոչ ոք իրավունք չուներ դիպչելու։ Իզաբելլան որոշում է գործել։ Բայց ոչ բացահայտ։ Նա չափազանց նուրբ է, չափազանց խելացի, ուղղակի հարձակումների համար։ Սկսում է դանդաղ։ Նախ, տարածում է զուսպ լուրեր ընդհանուր ընկերների շրջանակներում։ Մեկնաբանում է, կարծես ոչինչ չի ուզում, որ Գաբրիելը ներգրավված է ինչ-որ անհարմար մեկի հետ։ Անուններ չի տալիս, մանրամասներ չի հայտնում։ Պարզապես կասկածի սերմ է ցանում։ Այնուհետ, օգտագործում է իր կապերը մամուլում, Մարինեին հետաքննելու համար։ Հայտնաբերում է նրա անցյալը, հոր պարտքը, ֆինանսական դժվարությունները։ Եվ հայտնաբերում է նա այդ գիշերը, հանդիպումը հյուրանոցում։ Կոնկրետ ապացույցներ չունի, բայց ունի բավականաչափ պատմություն ստեղծելու համար։ Մինչդեռ Մարինեն ու Գաբրիելը շարունակում են հանդիպել։ Նա նրան հրավիրում է ընթրելու մի զուսպ ռեստորանում։ Դա շքեղություն չէ, դա տպավորելու համար չէ։ Դա պարզապես անկեղծ ցանկություն է, նրա հետ ժամանակ անցկացնելու, նրան ավելի լավ ճանաչելու։ Մարինեն ընդունում է, նյարդայնացած։ Երբեք նման տեղում չէր եղել։ Երբ հասնում է, տեսնում Գաբրիելին սպասելիս, վերնաշապիկով, բայց առանց փողկապի, իրեն տեղից դուրս է զգում։ Նա իր ամենագեղեցիկ զգեստով է, բայց մինույն է պարզ է թվում նրա բնական էլեգանտության կողքին։ Դու գեղեցիկ ես, ասում է Գաբրիելը, երբ տեսնում է նրան։ Շնորհակալություն, պատասխանում է նա, անհարմար։ Ընթրիքը հաճելի է։ Նրանք զրուցում են ամեն ինչի ոչնչի մասին։
Գաբրիելը պատմում է մանկության պատմություններից, երբ դեռ հավատում էր մարդկանց։ Մարինեն խոսում է հոր մասին, թե ինչպես գրականությունը միշտ եղել է իրենց երկուսի ապաստանը։ Միասին ծիծաղում են, հիանում են միմյանց հիմար մանրամասներով։ Դա կատարյալ գիշեր է։ Մինչ որ այդպես չէ։ Ընթրիքի վերջում, երբ նրանք դուրս են գալիս ռեստորանից, մի կին է մոտենում։ Դա Իզաբելան է։ Նա շքեղ է, կարմիր զգեստով ու բարձրակրունկներով, մազերը հավաքած նրբաճաշակ խրձով։ Ժպտում է, բայց ժպիտը չի հասնում աչքերին։ Գաբրիել, ինչ պատահականություն, ասում է նա, ձայնը քաղցր, ինչպես թունավոր մեղր։ Գաբրիելը սառչում է։ Իզաբելա, ի՞նչ ես անում այստեղ։ Ընտրում եմ հաճախորդների հետ։ Իսկ դու չես ներկայացնի քո ընկերուհուն։ Մարինեն անմիջական անհարմարություն է զգում։ Այդ կնոջ, իրեն նայելու ձի մեջ ինչ-որ բան կա, որը նրան ստիպում է իրեն փոքր ստոր զգալ։ Գաբրիելը մի վայրկյան հապաղում է, բայց հետո հավաքվում է։ Իզաբելա, սա Մարինեն է։ Մարինե, սա Իզաբելան է, ծանոթ։ Ծանոթ։ Բառը արձագանքում է հաջորդող անհարմար լռության մեջ։ Իզաբելան ձեռքն է մեկնում Մարինեին, ով ամաչկոտորեն ողջունում է նրան։ Սեղմումը ամուր է, գրեթե ագրեսիվ։ Հաճելի է, Մարինե։ Ինչ ոլորտում ես աշխատում, հարցնում է Իզաբելան, ծածնելով հետաքրքրություն։ Ես մատուցողուհի եմ, պատասխանում է Մարինեն, գլուխը բարձրացնելով արժանապատվությամբ։ Ինչ հետաքրքիր է։ Գաբրիելը միշտ լի է եղել անակնկալներով։ Դե, ես այլս չեմ խանգարի։ Վայելեք երեկոն։ Իզաբելան հեռանում է, բայց վնասը արդեն արված է։ Մարինեն զգում է դատողության, լուր համեմատության բեռը։ Գաբրիելը նկատում է փորձում մեղմացնել։ Մի ուշադրություն դարձրու նրան։ Իզաբելան բարդ է։ Դուք զույգ էիք, հարցնում է Մարինեն ցածր ձայնով։ Ոչ այնքան։ Դա պատահական մի բան էր մի որոշ ժամանակ առաջ։ Արդեն ավարտվել է։ Բայց Մարինեն ամբողջությամբ չի համոզվում։ Տեսավ, թե ինչպես էր Իզաբելան նայում նրան, կարծես նա իրենն էր։ Եվ իրեն զգում է, առաջին անգամ այն պահից, երբ սկսել էր մոտենալ Գաբրիելին, տեղից դուրս։ Կարծես նա չէր պատկանում նրա աշխարհին։ Կարծես օտար էր մի տարածքում, որը իրենը չէր։ Գաբրիելը նկատում է մթնոլորտի փոփոխությունը ջանքեր է գործադրում, վերականգնելու երեկոյի թեթությունը։ Բայց ինչ-որ բան կորել էր։ Երբ նա նրան տանում է տուն, Մարինեն լուռ է, մտածկոտ։ Նա կայանում է երկհարկանի տան դիմաց, ուր նա ապրում է հոր հետ, փորձում զրուցել։ Մարինե, այնինչ տեղի ունեցավ, ոչինչ չի փոխում մեր մեջ։ Չգիտեմ, արդյոք կա մենք, Գաբրիել։ Մենք շատ տարբեր աշխարհներից ենք։ Իսկ ինչ կա դրանում։ Կարևորն այն է, ինչ զգում ենք, ոչ թե որտեղից ենք եկել։ Մարինեն տխրությամբ նայում է նրան։ Դու չես հասկանում։ Ինձ համար դա միայն զգացմունքների մասին չէ։ Դա այս քո աշխարհում ապրելու մասին է, առանց ինձ կորցնելու։ Եվ ես չգիտեմ, արդյոք կկարողանամ։ Նա դուրս է գալիս մեքենայից, մինչ նա կկարողանա պատասխանել։ Գաբրիելը մնում է այնտեղ, դիտելով, թե ինչպես է նա մտնում տուն, կրծքին մի ցավ զգալով, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Այդ կինը, այդ պարզ ու համառ մատուցողուհին, կարողանում է կոտրել իր բոլոր պաշտպանական պատնեշները։ Եվ նա չգիտի, դա լավ է, թե սարսափելի։ Տանը Մարինեն Հովակիմին դեռ արթուն է գտնում, հյուրասենյակում կարդալիս։ Նա գրքից աչքերը բարձրացնում է ժպտում։ Ուշացար, աղջիկս։ Հատուկ տեղում էիր։ Մարինեն նստում է նրա կողքին, գլուխը դնելով հոր ուսին։ Փորձում էի պարզել, հավատում եմ արդյոք երջանիկ ավարտներին։ Հովակիմը համբուրում է նրա գլխի վերը, քնքուշ։ Երջանիկ ավարտներ գոյություն ունեն, Մարինե։ Բայց միայն նրանց համար, ովքեր համարձակություն ունեն պայքարելու դրանց համար։ Եվ դու միշտ եղել ես ամենահամարձակ մարդը, ում ես ճանաչել եմ։ Հոր խոսքերը հանգստացնում են նրա սիրտը։ Մարինեն որոշում է, որ հեշտությամբ չի հանձնվի։ Եթե Գաբրիելը այլ աշխարհի մաս է կազմում, ապա նա պետք է գտնի իր տեղը այդ աշխարհում։ Ոչ թե փոխելով, թե ով է ինքը, այլ լինելով բավականաչափ ուժեղ, ամեն ինչի մեջ ամբողջական մնալու համար։ Հաջորդ օրը Գաբրիելը արթնանում է վճռականորեն։
Չի թույլ տա, որ անցյալը կամ սխալ մարդիկ խանգարեն այն, ինչ նա կառուցում է Մարինեի հետ։ Նա նրան փնտրում է սրճարանում ինչ-որ բան է առաջարկում, ուզում է, որ նա մասնակցի իր ստեղծած հիմնադրամին։ Ոչ որպես աշխատակից, այլ որպես նախագծերի գաղափարախոս։ Որովհետև ոչ ոք ավելի լավ, քան նա, չի հասկանում կրթության, գրականության, գիտելիքի հասանելիության արժանապատվության արժեքը։ Մարինեն զարմանում է. Ես դրա համար կրթություն չունեմ, Գաբրիել։ Դու փորձ ունես։ Իրական փորձ ունես։ Դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած դիպլոմ, հավատա ինձ։ Նա հապաղում է, բայց գաղափարը գրավում է նրան։ Մտածում է, թե քանի մարդու կարող էր օգնել, թե քանի երիտասարդ, ինչպես ինքը, հնարավորություններ կունենային, որոնք նախկինում չունեին։ Ընդունում է մեկ պայմանով, որ նա կարողանա հորը նույնպես բերել, որպեսզի Հովակիմը լինի գրականության մենթոր։ Գաբրիելը համաձայնում է առանց թարթելու։ Դա պատիվ կլիներ։ Եվ այսպես, Մարինեն ու Գաբրիելը սկսում են միասին աշխատել։ Նա շարունակում է սրճարանում առավոտյան, բայց կեսօրները անցկացնում է հիմնադրամում, օգնելով պլանավորել սեմինարներ, ընտրել գրքեր գրադարանի համար, կազմակերպել համայնքային միջոցառումներ։ Գաբրիելը նրան դիտում է հեռվից, տպավորված նրա նվիրվածությունից, այնից, թե ինչպես է նա իրեն ամեն մանրուքին նվիրում։ Մարինեն տաղանդ ունի մարդկանց ստիպելու, որ իրենց տեսանելի, գնահատված զգան։ Եվ դա մի բան է, որը ոչ մի փողով չի կարելի գնել։ Հովակիմը նույնպես ներգրավվում է նախագծում։ Շաբաթը մի քանի անգամ գնում է հիմնադրամ զրուցում գրականությամբ հետաքրքրված երիտասարդների հետ։ Պատմում է պատմություններ, արտասանում բանաստեղծություններ, ստիպում է նրանց աչքերը փայլել բառերի կախարդանքից։ Մարինեն նրան դիտում է զգում, թե ինչպես է սիրտը լցվում երախտագիտությամբ։ Նրա հայրը կենդանի է, երջանիկ է, անում է այն, ինչ միշտ սիրել է։ Եվ նա դա արեց։ Զոհաբերությամբ, ցավով, բայց արեց։ Բայց մինչ Մարինեն ու Գաբրիելը գեղեցիկ բան են կառուցում, Իզաբելան պատրաստում է իր հարձակումը։ Նա պարզել էր այն ամենը, ինչ իրեն պետք էր այդ գիշերվա մասին հյուրանոցում։ Ուղղակի ապացույցներ չունի, բայց ունի բավականաչափ կասկածներ ստեղծելու, հեղինակությունները պղծելու համար։ Եվ որոշում է դա օգտագործել ճիշտ ժամանակին, երբ ավելի շատ ցավի։ Հնարավորությունը ծագում է, երբ Գաբրիելի հիմնադրամը կազմակերպում է բարեգործական միջոցառում, միջոցներ հավաքելու նախագիծը հանրությանը ներկայացնելու համար։ Դա մեծ երեկո կլինի, գործարարների, քաղաքական գործիչների, մամուլի ներկայությամբ։ Գաբրիելը ուզում է, որ Մարինեն այնտեղ լինի, իր կողքին, որպես հիմնադրամի ներկայացուցիչ։ Նա ընդունում է, նյարդայնացած, բայց վճռական։ Միջոցառման երեկոյին Մարինեն հագնում է պարզ, բայց էլեգանտ զգեստ, որը Գաբրիելը պնդել էր նվիրել։ Դա պարտադրանք չէր, դա քնքշության ժեստ էր։ Եվ նա ընդունեց, որովհետև հասկացավ, որ դա իրեն փոխելու մասին չէր, այլ նրան տոնելու։ Երբ նրանք միասին հասնում են սրահ, Մարինեն զգում է բոլոր հայացքները իր վրա։ Կան շշուկներ, հետաքրքրասեր հայացքներ։ Ո՞վ է այդ աղջիկը Գաբրիել Ալեքսանյանի կողքին։ Գաբրիելը նրան ներկայացնում է հպարտությամբ։ Սա Մարինե Սանթոսյանն է, մեր հիմնադրամի սոցիալական նախագծերի համակարգողը։ Եվ նա է գաղափարախոսել այն նախաձեռնություններից շատերը, որոնք մենք այսօր կներկայացնենք։ Մարինեն հակիրճ խոսում է նախագծերի մասին, կրթության մշակույթի հասանելիության կարողության մասին։ Նրա խոսքը պարզ է, բայց անկեղծ։ Այն հուզում է մարդկանց։ Իսկական ծափահարություններ են հնչում, երբ նա ավարտում է։ Գաբրիելը նրան նայում է հիացմունքով էլի ինչ-որ բանով, ինչը շատ նման է սիրուն։ Բայց հետո Իզաբելան գործում է։ Կոկտեյլի ժամանակ նա մոտենում է ազդեցիկ մարդկանց խմբերին, սկսում տարածել ակնարկներ։ Մեկնաբանում է, կեղծ մտահոգությամբ, Մարինեի անցյալի մասին։ Այն մասին, թե որքան ազնիվ է Գաբրիելի կողմից հնարավորություններ տալ կասկածելի անցյալ ունեցող մարդկանց։ Ուղղակի չի ասում, պարզապես սերմեր է ցանում։ Եվ սերմերը, երբ ցանվում են նախապաշարմունքի բամբասանքի բերրի հողի վրա, արագ են աճում։ Մի քանի րոպեի ընթացքում շշուկները փոխում են իրենց երանգը։ Մարդիկ սկսում են Մարինեին նայել անվստահությամբ։ Մեկը ուղղակիորեն հարցնում է Իզաբելային, թե ինչ էր ուզում ասել։ Եվ Իզաբելան, հրեշտակային ժպիտով, ասում է, որ լուրեր է լսել, թե Մարինեն կասկածելի իրավիճակների մեջ է մտել, փող ստանալու համար։ Չի մանրամասնում, թույլ է տալիս երակայությանը ազատորեն թռչել։ Նորությունը տարածվում է կրակի պես։
Մարինեն նկատում է փոփոխությունը օդում։ Զգում է հայացքները, դատողությունները։ Մեկը մոտենում է նրան դաժան հարց է տալիս, քողարկված հետաքրքրասիրությամբ։ Իրականում ինչպես եք ճանաչել պարոն Ալեքսանյանին։ Մարինեն գունատվում է։ Գաբրիելը նկատում է, թե ինչ է կատարվում, գնում է նրա մոտ։ Բայց վնասը արդեն արված է։ Մարինեն իրեն բացահայտված, նվաստացած է զգում։ Ներողություն է խնդրում վազելով հեռանում միջոցառումից։ Գաբրիելը հետում է նրան, բայց նա արդեն տաքսի էր նստել հեռացել։ Նա վերադառնում է սրահ, կատաղած։ Փնտրում է Իզաբելային, գտնում նրան մի խմբի կենտրոնում, անմեղորեն ժպտալիս։ Գաբրիելը մոտենում է, աչքերը զայրույթից այրվում են։ Դու արեցիր դա, մեղադրում է նա։ Ես չգիտեմ, ինչի մասին ես խոսում, Գաբրիել։ Պարզապես մեկնաբանեցի, թե ինչ լսեցի այնտեղից։ Եթե ճշմարտություն կա, թե ոչ, չգիտեմ։ Դու զզվելի ես։ Եվ դու հիմար ես։ Կարծում ես, որ կարող ես ցանկացած կնոջ բերել մեր աշխարհ, բոլորը կընդունեն։ Նա երբեք չի պատկանի այստեղ, Գաբրիել։ Երբեք։ Գաբրիելը մեջքով շրջվում է նրանից, զզված։ Դուրս է գալիս միջոցառումից, ոչ մեկի հետ չհրաժեշտ տալով։ Պետք է գտնի Մարինեին, պետք է բացատրի, պետք է շտկի սա։ Բայց երբ հասնում է նրա տուն, Հովակիմն ասում է, որ նա ոչ մեկի հետ չի ուզում խոսել։ Նա սենյակում է, լաց լինելիս։ Գաբրիելը աղաչում է նրա հետ խոսել, բայց Հովակիմը ամուր է։ Իմ դուստրը արդեն շատ է տառապել։ Եթե դու նրան իսկապես սիրում ես, ժամանակ տուր նրան։ Գաբրիելը տուն է վերադառնում պարտված։ Եվ առաջին անգամ այդ հին դավաճանությունից հետո նա լաց է լինում։ Լաց է լինում, որովհետև հասկանում է, որ կարող է կորցնել միակ մարդուն, ով կարողացել էր իրեն նորից զգալ տալ։ Լաց է լինում, որովհետև հասկանում է, որ ճշմարիտ սերը ոչ թե տիրանալն է, այլ պաշտպանելը։ Եվ նա ձախողեց պաշտպանել Մարինեին։ Մինչդեռ Մարինեն իր սենյակում է, դեմքը թաց արցունքներից։ Զգում է ամոթ, զայրույթ, անզորություն։ Գիտեր, որ չպետք է հավատար, թե կարող է պատկանել այդ աշխարհին։ Միշտ գիտեր, որ դա պատրանք էր։ Եվ հիմա, բացի ամեն ինչից, հոր անունը տիղմի մեջ քաշեց։ Որովհետև բոլորը գիտեն, որ նա Հովակիմ Սանթոսյանի դուստրն է։ Եվ վաղը սրճարանում, թաղամասում, բոլորը կիմանան սկանդալի մասին։ Հովակիմը թակում է դուռը մտնում։ Նստում է մահճակալի եզրին, շոյում դստեր մազերը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր։ Կարևոր չէ, թե ինչ կասեն, Մարինե։ Ես գիտեմ, թե ով ես դու։ Եվ դա բավական է։ Բայց բավական չէ, հայրիկ։ Ես ինձ նվաստացրի։ Ես ինձ վաճառեցի։ Նույնիսկ եթե դա քո համար էր, նույնիսկ եթե այդ գիշեր ոչինչ սխալ չարեցի, մինույն է սարսափելի է թվում, երբ այսպես է ներկայացվում։ Ճշմարտությունը կարող չէ, երբ մարդիկ արդեն որոշել են, ինչին հավատալ։ Մարինեն մեկուսանում է։ Դադարում է տնից դուրս գալ, դադարում է պատասխանել հեռախոսին։ Լուկասը փորձում է այցելել նրան, բայց նա ոչ մեկի հետ չի ուզում հանդիպել։ Ամոթ է զգում է, որ ձախողել է։ Զգում է, որ պետք է ավելի ուժեղ, ավելի խելացի, ավելի քիչ միամիտ լիներ, հավատալու, որ կարող է լավ բան ունենալ։ Գաբրիելը տեսնում է հոդվածը, խելագարվում է։ Անմիջապես գիտի, որ դա Իզաբելան էր։ Վարձում է լավագույն փաստաբաններին, պատրաստում դատական հայցեր, պահանջում հերքում։ Բայց վնասը արդեն արված է։ Ինտերնետը չի մոռանում։ Մարդիկ շարունակում են խոսել, ենթադրել, դատապարտել։ Նա գնում է Մարինեի տուն, բայց այս անգամ Հովակիմը ակնհայտորեն նյարդայնացած է։ Պարոն, դուք շատ ցավ պատճառեցիք իմ դստերը։ Գուցե ավելի լավ է հեռու մնաք։ Հովակիմ, խնդրում եմ։ Ես սիրում եմ ձեր դստերը։ Իրականում։ Եվ պայքարելու եմ սա շտկելու համար։ Սերը բավարար չէ, երբ աշխարհը դեմ է քեզ։ Իմ դուստրը արդեն շատ բան է կորցրել։ Չի կարող ավելին կորցնել։ Գաբրիելը տուն է վերադառնում քանդված։ Բայց չի հանձնվում։ Զրուցում է իր հասարակայնության հետ կապերի թիմի հետ, ռազմավարություն է պատրաստում։ Հարցազրույցներ կտա, ճշմարտությունը կպատմի, Իզաբելային կբացահայտի։ Կանի այն, ինչ անհրաժեշտ է Մարինեի անունը մաքրելու համար։ Բայց նախ, նա պետք է անի ավելի կարևոր բան։
Պետք է նայել հայելու մեջ խոստովանել իր սեփական սխալները։ Պետք է ընդունել, որ Մարինեին բերել է մի աշխարհ, որը պատրաստ չէր պաշտպանել նրան։ Որ եսասեր էր, ցանկանալով լավ բան, առանց հետանքների մասին մտածելու։ Եվ որ հիմա, եթե իսկապես սիրում է նրան, պետք է թույլ տա նրան որոշել, արդյոք դեռ ուզում է փորձել։ Մարինեն օրեր է անցկացնում տանը, կարդալով, ցավը մոռանալու համար։ Հովակիմը փորձում է ուրախացնել նրան, բայց նա շատ մութ տեղում է։ Մինչ որ մի գիշեր նամակ է ստանում։ Այն դրված էր դռան տակ։ Բացում է ճանաչում Գաբրիելի ձեռագիրը։ Մարինե, չեմ ներողություն խնդրի, որովհետև գիտեմ, որ իմ խոսքերը բավարար չեն։ Չեմ խոստանա, որ կարող եմ ամեն ինչ շտկել, որովհետև դա սուտ կլինի։ Այն ինչ կարող եմ խոստանալ, այն է, որ իմ կյանքի մնացած մասը կփորձեմ քեզ արժանի լինել։ Նույնիսկ եթե դու երբեք չվերադառնաս։ Նույնիսկ եթե երբեք չներես ինձ։ Դու ինձ սովորեցրիր, որ արժանապատվությունը չի գնվում, չի վաճառվում, չի կորչում։ Դա մի բան է, որը կրում ես քո ներսում, նույնիսկ երբ աշխարհը փորձում է մեզ կոտրել։ Եվ դու, Մարինե, ամենաարժանապատիվ մարդն ես, ում ես երբեք ճանաչել եմ։ Ես կշարունակեմ հիմնադրամը։ Կանեմ այն ամենը, ինչ պլանավորել էինք միասին։ Ոչ թե քո համար, այլ այն, ինչ դու ներկայացնում ես։ Հույս, բարություն, ուժ։ Եվ եթե մի օր դու ուզենաս վերադառնալ, դուռը բաց կլինի։ Ոչ որպես իմ աշխատակից, ոչ որպես իմ պատասխանատվություն, այլ որպես իմ հավասար։ Ամբողջ հարգանքով հիացմունքով, Գաբրիել Մարինեն մի քանի անգամ կարդում է նամակը։ Լաց է լինում, ժպտում է, նորից լաց է լինում։ Հասկանում է, որ Գաբրիելը հասկացել է։ Հասկացել է, որ չի կարող փրկել նրան, բայց կարող է ուղեկցել նրան։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Այդ գիշեր նա որոշում է կայացնում։ Կդիմակայի աշխարհին։ Ոչ թե որովհետև հեշտ է, այլ որովհետև ճիշտ է։ Որովհետև եթե թույլ տա, որ ուրիշների դատողությունները որոշեն, թե ով է ինքը, ապա նրանք կհաղթեն։ Եվ Մարինե Սանթոսյանը երբեք չի հանձնվել։ Հաջորդ օրը նա տնից դուրս է գալիս առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում։ Քայլում է դեպի հիմնադրամ, որն այժմ պատրաստ է գեղեցիկ։ Երիտասարդներն արդեն հաճախում են սեմինարներին։ Հովակիմն այնտեղ է, պոեզիա է դասավանդում։ Երբ նրան տեսնում են մտնելիս, բոլորը կանգ են առնում։ Մարինեն խորը շունչ է քաշում ժպտում։ Ներեցեք բացակայության համար։ Բայց ես վերադարձա։ Եվ եթե դեռ ուզում եք ինձ այստեղ, ես շատ անելիք ունեմ։ Երիտասարդները ծափահարում են։ Հովակիմը հպարտությամբ ժպտում է։ Գաբրիելը, ով հանդիպման մեջ էր, լսում է աղմուկը դուրս է գալիս տեսնելու, թե ինչ է կատարվում։ Երբ տեսնում է Մարինեին այնտեղ կանգնած, ուժեղ գեղեցիկ, նրա սիրտը գրեթե կանգ է առնում։ Նրանք նայում են իրար սրահի մյուս ծայրից։ Ոչինչ չեն ասում։ Պետք չէ։ Հայացքն ամեն ինչ ասում է։ Ասում է, որ դեռ ցավ կա, բայց նա հույս կա։ Ասում է, որ հեշտ չի լինի, բայց արժե փորձել։ Ասում է, որ ճշմարիտ սերը ոչ թե այն է, որ առանց խոչընդոտների է լինում, այլ այն, որ դիմադրում է բոլորին։ Եվ մինչ հիմնադրամը լցվում է կյանքով, գրականությամբ, հնարավորություններով, Մարինեն ու Գաբրիելը գիտեն, որ դեռ պետք է հաղթեն մի պատերազմ։ Իզաբելան հեշտությամբ չի հանձնվի։ Աշխարհը դեռ կդատի նրանց։ Բայց առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նրանք մենակ չեն։ Նրանք ունեն իրար։ Եվ ունեն մի ճշմարտություն, որը ոչ ոք չի կարող խլել, որ իրար ճանաչեցին ամենաանհավանական պայմաններում, բայց իրար ճանաչեցին որպես հավասարներ։ Եվ դա ավելի ուժեղ է, քան ցանկացած սուտ, քան ցանկացած դատողություն, քան ցանկացած վախ։ Հիմնադրամը աստիճանաբար ապաստան է դառնում։ Ոչ միայն սեմինարներին մասնակցող երիտասարդների, այլ Մարինեի Գաբրիելի համար։ Այնտեղ, գրքերով ու երազանքներով շրջապատված, նրանք նորից են սովորում համակեցել։ Ոչ թե որպես սիրահարներ, դեռ ոչ, այլ որպես գործընկերներ։ Աշխատում են կողք կողքի, պլանավորում նախագծեր, քննարկում գաղափարներ։ Եվ այս ամենօրյա համակեցության մեջ ինչ-որ բան է վերակառուցվում։ Վստահությունը, որը խաթարվել էր, նորից սկսում է ամրապնդվել, քար առ քար։ Հովակիմն ամեն ինչ դիտում է այն մարդու իմաստությամբ, ով բավականաչափ ապրել է հասկանալու համար, որ ճշմարիտ սերը ժամանակի կարիք ունի։ Նա տեսնում է, թե ինչպես է Գաբրիելը նայում Մարինեին, հարգանքով ու հիացմունքով։
Տեսնում է նա, թե ինչպես է Մարինեն դանդաղորեն թույլ տալիս իր սրտին նորից բացվել։ Եվ որոշում է, որ ժամանակն է խոսելու տղայի հետ։ Մի կեսօր, երբ Մարինեն թիմի հետ հանդիպման մեջ է, Հովակիմը Գաբրիելին սուրճ է խմելու կանչում։ Նրանք նստում են հիմնադրամի գրադարանի անկյունի փոքրիկ սեղանին։ Գաբրիելը նյարդայնացած է, նկատում է, որ ծեր ուսուցիչը կարևոր բան է ուզում ասել։ Գաբրիել, ես ուղիղ մարդ եմ, ուստի պարզ կլինեմ։ Դու սիրում ես իմ դստերը։ Գաբրիելը չի հապաղում։ Սիրում եմ։ Այն ամենով, ինչ ունեմ։ Եվ պատրաստ ես դիմակայելու աշխարհին նրա համար։ Որովհետ հեշտ չի լինի։ Մարդիկ չեն մոռանում։ Չեն ներում։ Եվ դուք երկուստ պետք է ավելի ուժեղ լինեք, քան ամբողջ նախապաշարմունքը միասին։ Պատրաստ եմ։ Մարինեից սովորեցի, որ արժանապատվությունը չի բանակցվում։ Եվ եթե պետք է մեջքս շրջեմ այն ամենից, ինչ կառուցել եմ, այն ամբողջ աշխարհից, ում ճանաչում եմ, կանեմ դա։ Առանց հապաղելու։ Հովակիմը գոհունակ ժպտում է։ Ապա ունես իմ օրհնությունը։ Բայց հիշիր, իմ դստերը պետք չէ փրկել։ Նրան պետք է հարգել, պատվել, սիրել։ Այդ հերթականությամբ։ Ես գիտեմ։ Եվ հենց դա էլ մտադիր եմ անել։ Երկու տղամարդիկ ձեռք են սեղմում, լուր համաձայնություն հոր փեսացուի միջ։ Հովակիմը գիտի, որ չի կարող հավերժ պաշտպանել դստերը։ Բայց կարող է ապահովել, որ եթե նա ընտրի սիրել, դա լինի մեկը, ով արժանի է նրան։ Եվ Գաբրիելը, չնայած բոլոր սխալներին, փորձում է դառնալ այդ մեկը։ Մինչդեռ Իզաբելան չի հանձնվում։ Հոդվածից հետո նա սպասում էր, որ Գաբրիելը կգա աղաչելու, որ կզղջա, որ կվերադառնա իր մոտ։ Բայց դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ։ Նա լիովին անտեսեց նրան, կենտրոնացած Մարինեի հեղինակությունը վերականգնելու հիմնադրամը գործելու վրա։ Նրա անտարբերությունը ավելի է ցավեցնում, քան ցանկացած առճակատում։ Իզաբելան առաջին անգամ հասկանում է, որ իսկապես պարտվել է։ Եվ պարտությունը նրան դարձնում է դառը վրիժառու։ Նա որոշում է վերջին հարվածը տալ։ Վարձում է հետախույզ, գտնելու ամեն ինչ, ինչ կարող է օգտագործել Մարինեի դեմ։ Մի բան, որը նրան վերջնականապես կոչնչացնի։ Հետախույզը շաբաթներ է աշխատում, բայց ոչինչ չի գտնում, բացի այն, ինչ արդեն հայտնի է։ Մարինեն հենց այն է, ինչ թվում է պարզ աշխատասեր կին, ով հուսահատ ընտրություն է կատարել հոր հանդեպ սիրուց դրդված։ Չկան թաքնված սկանդալներ, չկան հանցագործություններ, չկա ոչինչ, ինչ կարող է օգտագործվել։ Հիասթափված Իզաբելան որոշում է անձամբ առճակատվել Գաբրիելի հետ։ Մի մարդաշատ կեսօր գնում է հիմնադրամ։ Մտնում է առանց հայտարարության, աղմուկ բարձրացնելով։ Գաբրիելը սենյակում է Մարինեի մի քանի երիտասարդների հետ, քննարկելով գրականության հաջորդ նախագիծը։ Երբ տեսնում է Իզաբելային մտնելիս, նրա դեմքը փակվում է։ Իզաբելա, դու չպետք է այստեղ լինես։ Պետք է խոսենք։ Հիմա։ Մենք խոսելու բան չունենք։ Ունենք։ Եվ եթե դու իմ հետ բարիշելով չգաս, ես հենց այստեղ տեսարան կբեմադրեմ։ Գաբրիելը հոգոց է հանում, զայրացած։ Ներողություն է խնդրում ներկաներից Իզաբելային տանում դատարկ սենյակ։ Մարինեն անհանգստանում է, բայց վստահում է, որ Գաբրիելը գիտի, ինչպես կարգավորել իրավիճակը։ Իզաբելան մտնում է սենյակ, փակում դուռը իր հետից։ Նա տարբեր է, ավելի փխրուն, ավելի քիչ վստահ։ Գաբրիել, ես խնդիրներ ստեղծելու չեմ եկել։ Եկել եմ ներողություն խնդրելու։ Նա զարմանում է, բայց պահպանում է զգոնությունը։ Ներողություն։ Այո։ Այն, ինչ արեցի։ Դա ստոր էր, դաժան ու անարժան։ Ես բարկացած էի, մերժված էի զգում։ Բայց դա չի արդարացնում։ Իզաբելան նստում է, ուսերը կախված։ Թվում է, իսկապես զղջում է։ Գաբրիելը հապաղում է, հավատալու կամ կասկածելու միջ։ Որոշում է վստահել։ Իզաբելա, այն ինչ դու արեցիր, խորը ցավ պատճառեց Մարինեին։ Այն պղծեց նրա հեղինակությունը, բացահայտեց նրա կյանքը, անհարկի ցավ պատճառեց։ Ես գիտեմ։ Եվ եթե կարողանայի հետ դարձնել ժամանակը, կանեի։ Բայց չեմ կարող։ Միայն կարող եմ փորձել շտկել։ Ինչպես։ Ուզում եմ հրապարակային հայտարարություն անել։
Խոստովանել, որ հորինել եմ պատմություններ, որ չափազանցրել եմ փաստերը, որ խանդից եմ գործել։ Ուզում եմ մաքրել նրա անունը։ Գաբրիելը լուռ է մնում, մտածելով. Եթե Իզաբելան դա անի, դա իսկապես կարող է օգնել Մարինեին։ Բայց դա կարող է նաթակարդ լինել, զոհի դեր տանելու համակրանք շահելու միջոց։ Նա որոշում է, որ պետք է խորհրդակցի Մարինեի հետ, նախքան որևէ բան ընդունելը։ Կմտածեմ։ Բայց եթե դա ինչ-որ խորամանկություն է, Իզաբելա, երդվում եմ, որ կարեկցանք չեմ ունենա։ Խորամանկություն չէ։ Դա նվազագույնն է, ինչ կարող եմ անել, գիշերները քնելու համար։ Գաբրիելը վերադառնում է այնտեղ, ուր Մարինեն է։ Պատմում է զրույցի մասին։ Մարինեն զարմանում է, անվստահ է։ Չգիտեմ, հավատամ։ Նա ինձ ոչնչացրեց, Գաբրիել։ Ինչո՞վ։ Որովհետև նա վիրավոր էր։ Վիրավոր մարդիկ երբեմն սարսափելի բաներ են անում։ Դա չի արդարացնում։ Չի արդարացնում։ Բայց գուցե, եթե նա իսկապես հրաժարվում է իր խոսքերից, մենք կարող ենք այդ էջը շրջել։ Ոչ թե նրա համար, այլ մեր համար։ Որպեսզի կարողանանք առաջ շարժվել առանց այս բեռի։ Մարինեն երկար է մտածում։ Նրա մի մասը վրեժ է ուզում է տեսնել, թե ինչպես է Իզաբելան տառապում, ինչպես ինքը տառապեց։ Բայց մյուս մասը, այն մասը, որը հայրը մեծացրել էր գրականությամբ ու բարությամբ, հասկանում է, որ վրեժ պահելը միայն կթունավորեր իրեն։ Որոշում է ընդունել հրաժարումը, բայց պայմաններով։ Նա հրապարակային հայտարարություն է անում։ Եվ ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է ամեն ինչի համար։ Առանց զոհի դեր տանելու, առանց արդարացումների։ Հետո նա ընդմիշտ անհետանում է Գաբրիելի Մարինեի կյանքից։ Գաբրիելը համաձայնում է։ Նորից զրուցում է Իզաբելայի հետ, սահմանում պայմանները։ Նա ամեն ինչ ընդունում է, երախտապարտ լինելով նվազագույնս քավելու հնարավորության համար։ Հայտարարությունը հրապարակվում է մեկ շաբաթ անց։ Իզաբելան խոստովանում է, որ խանդից է գործել, որ խեղաթյուրել է փաստերը, որ վնասել է անմեղ մարդու։ Հրապարակայնորեն ներողություն է խնդրում, հայտարարում, որ անորոշ ժամանակով կհեռանա հանրային կյանքից իր գործողությունների մասին մտածելու համար։ Արձագանքն անմիջական է։ Որոշ մարդիկ Մարինեի կողմն են անցնում, ուրիշներ դեռ դատում են նրան։ Բայց կարևորն այն է, որ ճշմարտությունը բացահայտվեց։ Մարինեն կատարյալ չէ, ոչ ոք չէ, բայց նա այն չարագործը չէ, ում պատկերել էին։ Նա պարզապես հուսահատ դուստր էր, ով դժվար ընտրություն է կատարել։ Եվ դա արձագանքում է շատ մարդկանց մոտ, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում ընտրել սիրելիի արժանապատվության գոյատման միջ։ Վաղը սրճարանում, պարոն Մարտինը զանգահարում է Մարինեին։ Ուզում է, որ նա վերադառնա։ Հաճախորդները նորմալացել են, նա իրեն պետք է։ Մարինեն հապաղում է, բայց որոշում է ընդունել։ Ոչ թե որովհետև հիմա փողի կարիք ունի, Գաբրիելն արդեն առաջարկել էր վճարել այն ամենը, ինչ նրան պետք է, բայց որովհետև այդ սրճարանը նրա էության մի մասն է։ Եվ նա չի ուզում մոռանալ, թե որտեղից է եկել։ Երբ վերադառնում է, Լուկասն այնտեղ է, նրան դիմավորելու մեծ ժպիտով։ Մենք կարոտել էինք քեզ, ասում է նա, անկեղծ։ Մարինեն գրկում է ընկերոջը, երախտապարտ լինելով նրա հաստատակամության համար։ Նկատում է, որ Լուկասը արժանի է երջանիկ լինելու, արժանի է գտնելու մեկին, ով կսիրի նրան այնպես, ինչպես նա արժանի է։ Եվ որոշում է օգնել նրան դրանում։ Ներկայացնում է Լուկասին Կլարային, հիմնադրամ հաճախող երիտասարդներից մեկին։ Կլարան ամաչկոտ է, սիրում է գրականություն, քնքուշ ժպիտ ունի։ Մարինեն նկատում է կայծ նրանց միջ առաջին զրույցի ժամանակ ժպտում։ Երբեմն սերը տեղի է ունենում ամենաանսպասելի վայրերում։ Լուկասն ու Կլարան սկսում են ճանաչել իրար, դանդաղ, քնքուշ։ Եվ Մարինեն անկեղծ երջանկություն է զգում, տեսնելով ընկերոջը ծաղկելիս։ Ամիսներն անցնում են։ Հիմնադրամը դառնում է ուղենիշ քաղաքում։ Երանի բոլոր կողմերից երիտասարդներ են գալիս սեմինարներին մասնակցելու։ Հովակիմը դառնում է սիրված կերպար, ուսուցիչ, ում բոլորը կցանկանային ունենալ։ Նա դասավանդում է գրականություն, բայց նա դասավանդում է կյանք։ Խոսում է արժանապատվության, հարգանքի, սիրո մասին։ Եվ երիտասարդները լսում են նրան, կլանում, փոխակերպվում։ Մարինեն ու Գաբրիելը շարունակում են միասին աշխատել։ Հիմնադրամը նրանցն է, ամենախորը իմաստով։ Դա փողի կամ կարգավիճակի մասին չէ, դա նպատակի մասին է։ Եվ այս համատեղ նպատակը նրանց ավելի ու ավելի է մերձեցնում։
Մինչ որ մի գիշեր, երբ բոլորն արդեն գնացել են, նրանք իրենց մենակ են տեսնում գրադարանում։ Գաբրիելը գրքերն էր դասավորում, երբ Մարինեն մոտենում է։ Կարող եմ օգնել։ Նա ժպտում է։ Միշտ։ Աշխատում են լռությամբ, կողք կողքի։ Մտերմությունը մտերմիկ է, բայց հարմարավետ։ Որոշակի պահի նրանց ձեռքերը դիպչում են իրար, նույն գրքին հասնելիս։ Կանգ են առնում։ Նայում են իրար։ Օդը խտանում է։ Մարինե, շշնջում է Գաբրիելը, ես հարգում եմ քո ժամանակը։ Հարգում եմ քո ընտրությունները։ Բայց պետք է իմանաս, որ իմ զգացմունքները չեն փոխվել։ Ես շարունակում եմ սիրել քեզ։ Ամեն օր ավելի շատ։ Մարինեն զգում է, թե ինչպես է սիրտը արագանում։ Ես էլ եմ սիրում քեզ։ Վախենում եմ, բայց սիրում եմ։ Մենք կարող ենք միասին վախենալ։ Մենք կարող ենք ամեն ինչի դիմակայել միասին։ Իսկ եթե չստացվի։ Իսկ եթե ստացվի։ Իսկ եթե դա այն է, ինչ միշտ փնտրել ենք։ Մարինեն ժպտում է, արցունքները հոսում են։ Ապա կփորձենք։ Գաբրիելը դանդաղորեն քաշում է նրան մոտ, ժամանակ տալով, որ նա հետ քաշվի, եթե ուզենա։ Բայց Մարինեն հետ չի քաշվում։ Ամուր գրկում է նրան, զգալով այդ թերի անվտանգությունը, այդ կրծքի ջերմությունը։ Եվ երբ նա համբուրում է նրան, դա նուրբ է, հարգալից, լիլուր խոստումներով։ Դա այն համբույրն է, որը նշանավորում է ոչ թե ավարտ, այլ սկիզբ։ Նրանք հիմա իսկապես հանդիպում են։ Չեն թաքցնում, բայց նա չեն ցուցադրում։ Ապրում են իրենց սերը զուսպ ճշմարիտ կերպով։ Գաբրիելը Մարինեին ներկայացնում է իր կյանքի կարևոր մարդկանց, ոչ որպես նախագիծ կամ բարեգործություն, այլ որպես այն կինը, ում սիրում է։ Ոմանք ընդունում են, ուրիշներ դատում են։ Բայց նա չի մտահոգվում։ Սովորել է, որ ուրիշի կարծիքը չի որոշում սեփական արժեքը։ Մարինեն Գաբրիելին տանում է այն թաղամաս, որտեղ մեծացել է։ Ներկայացնում է հարաններին, մանկության ընկերներին։ Նա սկզբում անվստահությամբ է ընդունվում, բայց նրա անկեղծությունն ու հարգանքը գրավում են մարդկանց։ Գաբրիելը չի փորձում փոխել Մարինեին, չի փորձում նրան վերածել այն բանի, ինչ նա չէ։ Եվ դա նկատվում է բոլորի կողմից։ Հովակիմը գոհունակությամբ դիտում է զույգին։ Մի կեսօր, երբ միասին թեյ են խմում, նա ասում է Մարինեին, դու լավ ընտրություն արեցիր, աղջիկս։ Նա լավ մարդ է։ Մարինեն ժպտում է։ Սովորել եմ լավագույնից։ Հովակիմը ծիծաղում է, աչքերը երջանկությունից փայլում են։ Այդ հյուրանոցում նրանց առաջին հանդիպումից 1 տարի անց Գաբրիելը հատուկ բան է պլանավորում։ Երեկոյան Մարինեին տանում է հիմնադրամի գրադարան։ Տեղը լուսավորված է միայն մոմերով։ Ամենուր ծաղիկներ կան, բայց դրանք թանկարժեք վարդեր չեն ծաղկի խանութից։ Դրանք պարզ ծաղիկներ են, այն տեսակի, որոնք աճում են թաղային այգիներում։ Մարինեի սիրելիները։ Գրադարանի կենտրոնում, սեղանի վրա, մի տուփ կա։ Մարինեն շփոթված նայում է Գաբրիելին։ Ինչ է սա։ Բացիր։ Մարինեն բացում է տուփը։ Ներսում չորացրած ծաղիկ կա գրություն։ Ճանաչում է Գաբրիելի ձեռագիրը։ Բարձրաձայն կարդում է. Դու ինձ չգնեցիր։ Ես գնեցի քո հոգին իմ արժանապատվությամբ։ Եվ ներքում, մի հավելում։ Եվ հիմա ուզում եմ իմ կյանքի մնացած մասը քեզ արժանի լինելով անցկացնել։ Կամուսնանաս ինձ հետ։ Մարինեն նայում է Գաբրիելին, ով ծնկաչոք է։ Նրա ձեռքերում թանկարժեք մատանի չկա։ Դա պարզ, նուրբ մատանի է, բայց մի քարով, որը պատկանում էր նրա մորը։ Հովակիմը դա տվել էր Գաբրիելին, ասելով, որ դա այն է, ինչ նա կցանկանար։ Ինչպես ստացար։ Հայրդ տվեց ինձ։ Ասաց, որ մայրդ ուրախ կլինի իմանալ, որ դա իսկական սիրո համար է։ Մարինեն լաց է լինում, ծիծաղում է, նորից լաց է լինում։ Այո։ 1000 անգամ այո։ Գաբրիելը բարձրացնում է նրան համբուրում։ Դա համբույր է, լի խոստումներով, ապագայով, հույսով։ Նրանց շուրջ գրադարանը, որը նրանք միասին կառուցել էին, կարծես վկայում է այդ պահը։ Յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր իրականացված երազանք այնտեղ ապացույցն է, որ ճշմարիտ սերը գոյություն ունի։ Դա հեքիաթների սերը չէ, որտեղ ամեն ինչ կատարյալ է։ Դա այն է, որը կառուցվում է դժվարությամբ, ընտրություններով, համառությամբ։ Ամուսնությունը տեղի է ունենում ամիսներ անց։
Այն պարզ է, հենց հիմնադրամում, քիչ հյուրերով։ Միայն այն մարդիկ, ովքեր իսկապես կարող են։ Հովակիմը դստերը տանում է մինչ ինքնաշեն զոհասեղանը։ Հուզված է, բայց նա հանգիստ։ Գիտի, որ Մարինեն երջանիկ կլինի։ Որ գտել է մեկին, ով իրեն իսկապես տեսնում է։ Լուկասն այնտեղ է, Կլարան կողքին։ Երկուսն էլ հանդիպում են հիմա, երջանկությունը տեսանելի է։ Պարոն Մարտինը ներկա է, գռալով, բայց թաքնված ժպիտով։ Հիմնադրամի երիտասարդները բոլորը ներկա են, հուզված տեսնելով սիրո այդ պատմությունը, որը այդքան դժվար էր սկսվել, այդքան գեղեցիկ ավարտվեց։ Գաբրիելն ու Մարինեն փոխանակում են իրենց կողմից գրված ուխտեր։ Դրանք ավանդական ուխտեր չեն։ Դրանք իրական խոստումներ են, ընկերակցության, հարգանքի, օրեցօր կառուցվող սիրո։ Երբ նրանք ասում են «այո», հրավառություն չկա։ Կա միայն երկու սրտերի համոզմունքը, որոնք հանդիպել են որոշել միասին քայլել։ Խնջույքը աշխույժ է, բայց մտերմիկ։ Կա պարզ ու համեղ ուտելիք, կենդանի երաժշտություն, հիմնադրամի երիտասարդներից մեկի կատարմամբ։ Հովակիմը հուզիչ ճառ է ասում սիրո գրականության մասին, մեջբերելով Դրումոնդից, ճանապարհի կեսին քար կար։ Եվ դուք երկուստ որոշեցիք կամուրջ կառուցել։ Բոլորը ծափահարում են, ոմանք լաց են լինում։ Մարինեն ու Գաբրիելը պարում են աստղերի տակ։ Նա նրան պահում է, կարծես նա աշխարհի ամենաթանկ բանն է։ Որովհետ նրա համար այդպես է։ Շնորհակալություն, որ չհանձնվեցիր ինձանից, շշնջում է նա։ Շնորհակալություն, որ ինձ պատճառներ տվեցիր չհանձնվելու, պատասխանում է նա։ Տարիներն անցնում են։ Հիմնադրամը մեծանում է։ Հովակիմը շարունակում է դասավանդել մինչ իր կյանքի վերջին օրերը, միշտ շրջապատված երիտասարդներով ու գրքերով։ Երբ նա հեռանում է, դա խաղաղ է, իմանալով, որ ժառանգություն է թողել։ Մարինեն զգում է կորստի ցավը, բայց նա երախտագիտությունը նրան այդքան ժամանակ ունենալու համար։ Գաբրիելը նրա կողքին է, բռնելով նրա ձեռքը, լինելով այն ուժը, որը նրան պետք է։ Նրանք երեխաներ ունեն։ Երկու երեխա, ովքեր մեծանում են լսելով պատմություններ, թե ինչպես են ծնողները ծանոթացել, թե ինչպես է նրանց սերը հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Մարինեն երբեմն շարունակում է այցելել վաղը սրճարան, սուրճ խմելով Լուկասի Կլարայի հետ, ովքեր նույնպես ամուսնացել էին։ Գաբրիելը շարունակում է աշխատել, բայց հիմա նպատակով։ Յուրաքանչյուր որոշում, որը նա կայացնում է, հաշվի է առնում սոցիալական ազդեցությունը, էթիկան, ներգրավված մարդկանց արժանապատվությունը։ Հիմնադրամը վերածվում է ցանցի։ Քաղաքում կան մի քանի միավորներ, բոլորը առաջարկում են կրթություն մշակույթ նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հիմնադրամի անունը Հովակիմ Սանթոսյան, ինստիտուտ։ Հարգանքի տուրք այն մարդուն, ով սովորեցրեց, որ բառերն ուժ ունեն, որ արժանապատվությունն ամենաարժեքավոր բարիքն է, որ մենք ունենք։ Իզաբելան, ամեն ինչից հետո, նոր կյանք է սկսել մեկ այլ քաղաքում։ Երբեք այլս չփնտրեց Գաբրիելին կամ Մարինեին։ Ասում են, որ նա տարբեր է, ավելի խոնարհ, իսկական բարեգործությամբ է զբաղվում։ Գուցե սովորել է, որ ուրիշներին ոչնչացնելը չի կառուցում ինքն իրեն։ Գուցե գտել է իր քավության սեփական ճանապարհը։ Իսկ Մարինեն ու Գաբրիելը։ Նրանք շարունակում են միասին լինել, դիմակայելով կյանքին նույն կամքով, որը նրանց միավորեց։ Կան դժվար օրեր, կամ վեճեր, կամ պահեր, երբ հոգնածությունը ծանր է։ Բայց յուրաքանչյուր օրվա վերջում նրանք վերադառնում են միմյանց մոտ, որովհետև սովորել են, որ ճշմարիտ սերը խնդիրների բացակայություն չէ։ Դա ամենօրյա ընտրություն է, դրանց միասին դիմակայելու։ Մի հանգիստ կեսօր, արդեն ավելի ծեր, Մարինեն ու Գաբրիելը հիմնադրամի գրադարանում են։ Նա գիրք է կարդում երեխաների մի խմբի համար։ Նա նրան դիտում է հեռվից, սիրտը լի։ Մտածում է այն ամենի մասին, ինչ ապրել են, այն ամենի մասին, ինչ հաղթահարել են։ Մտածում է այն առաջին գիշերվա մասին, երբ երկու անծանոթներ հանդիպեցին հուսահատության մեջ գտան, առանց իմանալու, միմյանց փրկությունը։ Մարինեն ավարտում է պատմությունը, երեխաները ծափահարում են։ Նա աչքերը բարձրացնում է հանդիպում Գաբրիելի հայացքին։ Ժպտում են։ Դա համաձայնության ժպիտ է, նրանց, ովքեր կիսում են գաղտնիքներ, պատմություններ, որոնք միայն իրենք գիտեն։ Նրանց, ովքեր ընտրեցին սիրել, չնայած ամեն ինչին, ամեն ինչի պատճառով։ Եվ այդ պահին, այն գրադարանում, լի բառերով ու երազանքներով, Մարինեն շշնջում է մի բան, որը միայն Գաբրիելն է լսում։ Արժեր։ Նա պատասխանում է նրա ճակատը համբուրելով։
Ամեն վայրկյան։ Որովհետ ի վերջո, սա է կարևոր ճշմարտությունը։ Որ ճշմարիտ սերը չի փրկում, այլ ուղեկցում է։ Որ հարգանքը բերի հող է, որտեղ ծաղկում են ամենաերկարած զգացմունքները։ Եվ որ երբեմն ամենագեղեցիկ պատմությունները ծնվում են ամենաանհավանական սկզբներից։ Բավական է համարձակություն ունենալ հավատալու համար։ Բավական է արժանապատվություն ունենալ պահպանելու համար։ Բավական է սեր ունենալ համառելու համար։ Եվ Մարինեն ու Գաբրիելը ունեն այս ամենը։ Առատությամբ։ Հավերժ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Գաբրիելի պատմությունը հուզել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք սիրո արժանապատվության հաղթահարման այս ճանապարհից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք Մարինեի զոհաբերությունը հոր համար։ Գաբրիելի փոխակերպումը։ Ճշմարիտ սիրո հաղթանակը նախապաշարմունքի նկատմամբ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում, սերն ու հարգանքը կարող են ծաղկել։ Որ արժանապատվությունը չի բանակցվում, արժե պայքարել այն ամենի համար, ինչ ճշմարիտ է։ Շնորհակալություն այս հուզիչ ճանապարհին մեզ ուղեկցելու համար։ Կսպասենք ձեզ հաջորդ դրվագումս մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին, կստիպի ձեզ հավատալ, որ երջանիկ ավարտներ գոյություն ունեն նրանց համար, ովքեր համարձակություն ունեն դրանք կառուցելու։ Մինչ շուտով, թող սերը միշտ հաղթի նա ձեր կյանքում։